Ողջույն 24-ի եթերում հետագիստնեվես Նարեկ Գալասյան ու այս պայն ես հյուրընկալել եմ Հույդա Գերագույն մարմնի ներկայացուցիչ խորհրդարանի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, պարոն Սաղաթելյան, ողջունում եմ եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Պարոն Սաղաթելյան, մինչ դուք զբաղված էիք ձեր փակ ժողովներով Դաշնակցության ընդհանուր ժողովի մասին խոսքը եւ բյուրոյի ընտրությամբ արշալույսները խաղաղ չէին ընդդիմության ներսում ու սկսվեց Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների միջև կամ թիմերի միջև առավել այսպես ասեմ փոխհրաձգություն, մեղմիած մեղադրանքներ ես նկատում եմ որ Դաշնակցությունը կամ Դաշնակցության սպիկերները այսպես ասեմ այս հարցի մեջ կամ չեն մտնում կամ գոնե հրապարակային շատ քիչ են երևում ես գիտեմ որ որպես կանոն փորձում եք այդ հարցերում մի քիչ ավելի բան այսպես կամուրջի դերակատարություն ստանձնել այս անգամ ինչ ստացվեց ժողովները խանգարեց Նախ ասեմ որ այս թեմայով ես խոսել եմ եւ երրորդ նախագահի հետ եւ երկրորդ նախագահի հետ հրապարակային շատ այս թեմայի մեջ չմտնելու պատճառը ինչի որ դիրքորոշում չունենք կամ են նաեւ որ մեզ են հարվածում դրան պատասխանելու պատրաստակամություն չկա կամ ցանկություն պարզապես գրակի վրա յուղ չլցնելու եւ ինչա տեղ ունեցել հրապարակային հարցադրումներ դրան տրվել են հրապարակային պատասխաններ եւ կարծում եմ որ այսքանով կարելի է ավարտել մարդիկ էլ տեսել են եւ հարցադրումները եւ պատասխանները եւ այդ ամեն ինչը ինչ որ շրջանակների դուր էս ամեն ինչ շատ գալիս է բայց ինչ որ ավելի լայն շրջանակներ շատ անընդունելի է այս ամեն ինչը եւ իրականում Նիկոլ Փաշինյանի դուրը կոնկրետ գալիս է ակնկալում են ստեղծված իրավիճակից լուծումներ եւ մեր արժեվ կանգնած մարտահրավերները հաղթահարելու կոնկրետ առաջարկներ մենք տեսեք խնդիրը հետեւյալն է էլի այսինքն որտեղից սկսես նաեւ այս պատմությունը մեր համար նաեւ անընդունելի է այն որակումները որ տրվեց նաեւ երկրորդ նախագահի ասուլիսից հետև շատ կոնկրետ ինչ որ խեղաթյուրելով կոնկրետ դրվագներ որ իրականությանը չէր համապատասխանում դրանցից օրինակ գլխավորը որ փորձեց շահարկվել որը նաեւ առնչվում է բնականաբար մեզ հետեւյալն է որ նախագահը հայտարարել է գնում են 26 թվականի ընտրություններին բայց իրականում բառացիորեն ասվել է հետեւյալը որ կլինի փողոցային պայքար արտահերթ ընտրություն թե հերթական ընտրություն դաշինք ունելված անհրաժեշտ մասնակցություն նույնիսկ ֆորմատի ձևաչափի մասին հստակեցումներ չի մտցվել նույնիսկ երկրորդ նախագահը չի ասել որ ինքնագլխավորելու ցանկ է ասել որ ես չեմ քննարկել իմ գործընկերների հետ եւ այս բանը այդ հայտարարությունից զերծ կմնա հիմա դա մեկնաբանել որ Քոչարյանը ասել է գնացեք տներով 26 թվականին գնալու ենք ընտրությունների դες բան չի ասել երբեմն փորձում են տպավորություն ստեղծել որ հրապարակում հավաքվել են մի խումբ մարդիկ վճռական առաջնորդներով Նիկոլ Փաշինյանին հայա լարում են Քոչարյանը ճիպոտը վերցրը մտել է մարդկանց լարում հրապարակից ասում է չէ եկեք գնանք 26 թվականին այդպես չի կարող է ընկալումները պետք չի ստեղծել այսինքն ես ներողություն ասեմ Քոչարյանի ասուլիսի հետ կապված ենթադրում եմ հարցադրումներից մեկն էլ հետո էր Քոչարյանը փակեց միասնական ընդդիմության ընդհանուր ճակատով ընտրություններին մասնակցելու ճանապարհը ինչը ողջամիտ կասկած հարուցեց մարդկանց մոտ որ եթե ընդդիմությունը միասնական չի գնալու ընտրություններին մենք ունենալու ենք 2021 թվականի պատկերը Տեսեք, անցնող 5 տարվա մեջ ընդդիմության հիմնական ուժերը բավականին սերտորեն համագործակցել են։ Հայրենիքի փրկության շարժում, այդ նույն սեղանի շուրջ, եւ նախագահները, եւ հիմնական ուժերը ներ։ Ընդդիմության շարժում, Սրբազանի շարժում, բայց դա քվյախցիկի վրա չի կապիտալիզացվել։ Ընտրությունների հետ կապված ներկայացրել է իր մոտեցումը։ Հիմա մեկի համար ընդունելի է, մեկի համար ընդունելի չի, բայց մինչև ընտրությունը ես ձեր տաղավարում ինչքան ենք խոսել այդ մասին, ընդհանրապես քանի անգամ ասել ենք, մեր երկրի առջև կա շատ ծանր մարտահրավերներ եւ մինչև 26 թվական այնքան բաներ է պատահելու մեր հետ ու մեր երկրի, որ անիմաստ է խոսել 26 թվականի ընտրությունների մասին։ Մենք չխոսեցինք։ Ինքը ընդհանրապես ասեց, եթե լինի, մենք մասնակցություն ունենալու ենք։ Իսկ հակառակը ասեմ, էլի Նարեկ ջան, Հայաստանի Հանրապետությունում կա մի քաղաքական ուժ, որ հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին ինքը չի մասնակցի։ Հարցը դրանում չի, Հայաստանի Հանրապետությունում կան ուժեր, որոնք հայտարարում են, որ որևիցե պարագայում
չպետք է Փաշինյանի հետ գնալու մասնակցել ընտրություններին, որտեղ դրա ելքը կանխորոշված է։ Օրինակ Հանրապետական կուսակցությունը դրա մասին բազմիցս խոսել է, բայց սա էլ չի հարցը։ Երբ որ դու ասում ես Հանրապետականը չի ասել, չէ, կամ որևէ այլ կուսակցություն, որ ինքը չի մասնակցել ընտրություններին։ Երբ որ դու ասում ես, որ ընդդիմության միջև միասնական ճակատով մասնակցությունը ընտրություններին բացառվում է, երբ որ դու այդ մեսիջն ես տալիս, մարդկանց մոտ ռետրոսպեկտիվ հիշողության արտնացում է տեղի ունենում եւ մարդիկ վերհիշում են 21 թվականի արդյունքները ու ստացվում է այնպես, որ 5 տարի ընդդիմությունը փողոցներում շարժումներ է անում, Նիկոլ Փաշինյանը դառնում է վարչապետ։ Դրա կողքին հայտարարություն եղել է նաև հետեւյալը, էլի, որ պետքա գտնել ավելի արդյունավետ, պրագմատիկ ձևաչափ։ Իսկ բառացի եմ մեջ բերում։ Էդ էլ ասվի, այսինքն եթե մենակ մի մասն է ասվում, էդ էլ ասվի, այսինքն ավելի լայն դաշինքների գաղափարը չի բացառվել։ Օրինակ ձեր կարծիքով այսքանից հետո հնարավոր է, որպեսզի Հայաստանի առնվազն 2 նախագահները, ինչու ոչ 3 նախագահները գոնե տեսականորեն նման քննարկման դուռ բաց է, որպեսզի կարողանան նստեն իրար շուրջ ու միասնական ինչ-որ բան որոշել։ Նախորդ 4 տարվա մեջ 3 նախագահների ֆորմատով եւ 21 թվականին եւ դրանից հետո վեապարի նախաձեռնությամբ իմ հրապարակային առաջարկությամբ տարբեր ձևաչափերով նման քննարկումներ եղել են, ցավոք առնվազն արդյունավետ ամբողջական միասնական ֆորմատ չի եղել, դա էլ է փաստ, ուզենք չուզենք, սա էլ պետք է հաշվի առնենք։ Ես չեմ ուզում կենտրոնանալ 26 թվականի ընտրությունների վրա, որովհետև առաջկայում կան բազմաթիվ պրոցեսներ, որը շատ ավելի կարևոր են, քան 26 թվականի ընտրությունները։ Մեկ, երկրորդը ես ասում եմ, որ որևէ քննարկում ոչ մենք մեր կուսակցության ներսում, ոչ էլ մեր գործընկերների հետ 26 թվականի ընտրությունների հետ կապված մենք դեռ չենք ունեցել, որովհետև նորից եմ ասում, առջևում մենք ունենք շատ ծանր մարտահրավերներ եւ պետքա կենտրոնանալ այդ խնդիրների վրա։ Կգա ընտրությունների ժամանակը, ընդ որում հայտնել չի այդ ընտրությունները արտահերթ են լինելու թե հերթական։ Կքննարկենք, կգնահատենք, կհասկանանք եւ ցանկացած ձևաչափ հնարավորություն կլինի քննարկելու։ Բայց այս բանը անիմաստ է այդ մասը։ Հիմա որ դուք ասում եք, որ դիմացները այնպեսի իրավիճակներ է սպասվում, որ չգիտեմ, էլ սպասենք, տեսնենք թե ուր ենք հասնելու, հա։ Ինչ նախ ինչ նկատի ունեք ու բ այս բանին առնվազն փողոցում ես ոչ մի ընդդիմադիր հավաք չեմ տեսնում հենց հիմա։ Այսինքն դրա դիտե անգամ այդ մարտահրավերները կան եւ կան այդ մարտահրավերները, դրա դեմ հակազդեցության ես մեխանիզմներ այս բանը չեմ տեսնում։ Տեսեք, մեր կարծիքով առաջկայում ունենք 3 գլխավոր խնդիր, որ չոքելու է մեր դուռը։ Նախ այսպես կոչված խաղաղության, որը ըստ էության կապիտուլյացիայի պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Կարծում եք Բաքուն կստորագրի։ Ես կարծում եմ, նախ ոչ թե կարծում եմ, այլ ուղիղ հաստատում եմ, եթե կարող են թող հերքեն, որ Հայաստանը համաձայնվել է նաեւ վերջին Ադրբեջանի կողմից ներկայացված 16 եւ 17-րդ կետերին, այսինքն իր համաձայնությունը կարծես թե տվել է։ Դա վերաբերվում է հետեւյալ կետերին՝ հետ քաշել միջազգային ատյաններից Հայաստանի հայցերը Ադրբեջանի դեմ եւ եվրոպական դիտորդներին հետ քաշել սահմաններից։ Այսինքն այս երկու կետը եւս Հայաստանը բավարարել է։ Սա խորը Ես ուզում եմ, որպեսզի որովհետև վստահ եմ, որ այդ հակազդեցությունը լինելու է ինտերվյուից, դու ես մի անգամից հարցնեմ։ Դուք երբեք կողմ եղել ընդհանրապես եվրոպական դիտորդներին, որ դա խնդրեմ եք համարում, որովհետև ես հիշում եմ մշտապես, որ ընդդիմությունը եւ մասնապես Հայաստան դաշինքը դեմ է եղել, կամ դեմ չասեմ, ասել է անօգուտ է սային, ռուսներին է ճղայնացնում եւ այլն։ Սա մեկ, ես անպատասխան քերթով ասում։ Այստեղ խնդիրը կողմ կամ դեմ լինելու մեջ չի, այստեղ խնդիրը Ադրբեջանի հերթական պահանջը, որ ներկայացվել է Հայաստանին, Նիկոլ Փաշինյանը բավարարել է կրկին խաբելով իր այն հետևորդներին, ում տարիներ շարունակ կամ ամիսներ շարունակ կերակրում էր, որ Եվրոպական միության դիտորդները ապահովում են մեր անվտանգությունը։ Հիմա ինքն նույնիսկ դա Ադրբեջանի պահանջով հրաժարվել է եւ սահմանային գոտուց հետա կանչել։ Այստեղ մենք կողմ կամ դեմ լինելու հարց իշխանության հայտարարություններն առայն, որ մենք պատրաստ ենք հետ կանչել, կամ այսպես ասենք, այդ միջազգային ուժերի տեղակայում դիտորդների տեղակայում բացառել են հատվածները, որոնք դելիմիտացված են։ Այսինքն հիմա այս պահին հիմա ինքը նաեւ Միքայել առաջա գնացել, պատրաստ է նաեւ հետ կանչել, եթե կարող են թող հերքեն։ Ինքը բավարարել է եւս երկու պահանջ, խնդիրը ստեղ Ադրբեջանի հերթական պահանջները բավարարելու մասին է։ Եվ փնտրում է ձևեր, այստեղ շատ կարևոր է սա,
ոնց է շրջանցելու Ադրբեջանի սահմանադրության փոփոխության պահանջը։ Կարծես թե այստեղ էլ սահմանադրական դատարանի ապօրինի հակապետական եւ դավաճանական որոշումը բավարար չի, այստեղ էլ փորձելու է փաստաթղթի վրա, այո, այստեղ էլ փորձելու է փաստաթղթի վրա ստանձնի պարտավորություն սահմանադրությունը փոխելու։ Դրանով բավարարելու Ադրբեջանի եւս մեկ պահանջ։ Փաշինյանն ու Ալիևն ինչ-որ բան են ստորագրելու, թե նախաստորագրելու, թե ինչ են նախաստորագրելու, այս պահին կարծես թե նախ այստեղ վերադառնալով այս ամբողջ process-ին, տեսեք, ժողովրդի թիկունքում ամբողջ հայ ազգի ու մեր պետականության ճակատագիրը որոշող փաստաթուղթ է քննարկվում, որին գիտեք նաև արգելեցին ընդդիմադիր падգամավորները, որպեսզի ծանոթանան այդ փաստաթղթին։ Ինչ է անում, ինչ է բանակցում, կծկտուր ամեն անգամ ինչ-որ հրապարակային բաներ, բայց ամբողջը տեղի ունենում ժողովրդի թիկունքում եւ մեր պետականությանը կանգնացնելու են մի հատ նոր իրողության առջև, բավարարելով Ադրբեջանի պահանջները, փորձելով Ադրբեջանի հետ կնքել նոր համապարփակ եւ ավելի խորը կապիտուլյացիայի պայմանագիր հղի բոլոր վտանգներով։ Եվ այն խնդիրները, որ ինքը չի կարողանում հիմա բավարարել, մեր տպավորությամբ փորձելու է ստանձնել պատասխանատվություն, խոսքը անկախության հռչակագրի եւ սահմանադրության փոփոխության, այսինքն նոր սահմանադրության մասին։ Այդ փաստաթղթով նաեւ պատրաստ է այդ պարտավորությունը ստանձնել։ Բայց Փաշինյանն ինչ գիտի ինքը, վերջը դա համաժողովրդական հանրակրվեի հարց է։ Իրան այդ փաստաթուղթը պետք է, որպեսզի գա եւ ժողովրդին ասի, տեսեք, նախնական համաձայնեցված տարբերակ ունեմ, ձեզ բերելու եմ խաղաղության, փորձի վեր արտադրվել, այնուհետեւ ասել ես պարտավորություն ունեմ սահմանադրությունը փոխելու, եթե չփոխեք, այս ամեն ինչը զրոանալու է եւ տեղի ունենալու նոր պատերազմ։ Հերթական անգամ ժողովրդին վախեցնելով պատերազմով փորձի փոխել սահմանադրությունը։ Իրանցի մեթոդոլոգիան ընտրի, հա, կամ տալիս են կամ պատերազմը։ Այո, վերջին 5 տարվա իր քաղաքականություն։ Այստեղ մի կարևոր բան կա։ Արդեն թուղթ ու գրիչով, հա, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից, անկախությունից խոսողը թուղթ ու գրիչով պարտավորություն է փորձում ստանձնել սահմանադրությունը փոխելու։ Այստեղ մի կարևոր բան կա։ Եթե այդ նախաստորագրումը տեղ ունեցավ փաստաթղթի, ես արդեն պատկերացնում եմ մոտարապես եւ տեքստերը եւ պատկերները, թե ինչ է տեղ ունենալու, ինքը դա վերցնելու է, գալու է ժողովրդին ասել է ժողովուրդ ջան, այս այն խաղաղությունն է, ինչի մասին մենք խոսում էինք, բոլոր նրանք, որոնք որ այս դեմ խոսում են, անմիջապես պատերազմ են ցանկանում։ Ու քանի որ այդպիսի ընկալում լավն է, վատն է, մյուսն է, չգիտեմ, որ ընդդիմությունը, այսպես ասենք, նաեւ իր հավաքականության մեջ ռևանշիստներ են, մյուսն են եւ այլն են, սա աշխատող քաղաքարտ է լինելու, պարոն Սաղաթելյան։ Այստեղ արդեն շատ բան կախված է մեզանից։ Շատ բան կախված է ընդդիմադիր ուժերից, բազմաթիվ անհատներից, ովքեր մեր հասարակությանը ժողովրդին պետք է բացատրեն, սա ինչ է իրենից նշանակում եւ ինչ է լինելու սրա հետևանքները։ Ըստ էության Արցախը հայաթափելուց վերջնականորեն փորձելու են թրքացնել Հայաստանը, հայ ժողովրդին զրկել իր ինքնուրույնությունից, անկախությունից, պահանջատիրությունից եւ ունենալ մի հատ թրքահպատակ պետություն։ Սա Նիկոլ Փաշինյանի իմիջիայլոց այդ իրական Հայաստանի գաղափարը դա Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից մեզ պարտադրված մեր ինքնությունից եւ պահանջատիրությունից ու ինքնիշխանությունից հրաժարման մի տեսլական է, որը փորձում է փաթաթել ժողովրդի վզին։ Մենք պետքա կարողանանք այսօրվանից մեր հասարակության հետ խոսել։ Նախ երկրում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ինքը չկարողանա դա նախաստորագրի, իսկ եթե փորձի գնալ այդ կապիտուլյացիան ստորագրելու, դա պետքա դառնա իր քաղաքական գերեզման։ Սրա համար մենք պետք է կարողանանք մեր հասարակության հետ գիշեր ցերեկ աշխատել, բացատրել, որ դա խաղաղության պայմանագիր չի։ Ես հարց եմ տալիս։ Ասում եմ, դու գալիս եք ինձ ասում եք, Նարեկ Գալստյան, դուրս արի փողոց, փողոցում պայքարի Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիա։ Դեմ չեմ, գալիս եմ, պայքարում եմ։ Հարց եմ տալիս, ով է ընդդիմության մեջից դուրս գալու ու ասելու, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը չի բերելու նոր ու կործանարար պատերազմի։ Ես Նարեկ Գալստյանին ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը 5 տարի խոսել է խաղաղությունից, 5 տարի անընդհատ բերել է։ Կապ չունի, դա թուղթ չէ, ոչ մի բան, նոյեմբերի 9-ին էլ թուղթ բերեց ցույց տվեց։ 5 տարի խոսել է խաղաղությունից, անընդհատ բերել է պատերազմ, տարածքային կորուստներ, նոր զիջումներ։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման տարիները դրանք ձախողման, պատերազմի եւ խայտառակության տարիներ են։ Հետևաբար
նախ էս ընթացք ընդհատելու համար անհրաժեշտ է որպեսզի ինքը գնա։ Շատ լավ։ Իրա փոխարեն, եթե Հայաստանում ձևավորվի ազգային իշխանություն, ով առաջնորդվի իր ժողովրդի եւ պետականության շահերով, այլ ոչ թե թուրքական պահանջներով, դրանով է կանխվելու եւ պատերազմը, եւ դրանով է հնարավորություն լինելու ստեղծված իրավիճակից դուրս գալ։ Գետնի վրա ադրբեջանական զորքերը գտնվում են իշխանասարում, Գեղարքունիքում, մյուս տեղերը։ Փաշինյանը դա օգտագործելու է։ Ես հիմա Փաշինյանին ասում եմ, Օգտագործելու է։ այդ փաստաթղթով ադրբեջանական զորքերը հետ են գնալու, թե ավելի առաջ են գալու։ Ասելու է դելիմիտացիայով Դրանից հետո Հայաստանում ադրբեջանցիները դելիմիտացիան ինքը չի սկսում, չէ՞, հիմա իմիջիայլոց մյուս վտանգը, եթե ասենք, վերաբերվում է հետեւյալին։ Դելիմիտացիան փորձում սկսել ու հավանաբար այս ամսվա վերջ ու դա տեղի է ունենալու կրկին Տավուշում, այլ ոչ թե Ջերմուկում։ Ամենահյուսային հատվածում, այո։ Ու ստեղ էլ հաջորդ վտանգի մասին եթե խոսենք, նոր զիջումներ է տեղի ունենալու։ Հիմա սա կարողանա Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մեր ժողովրդին եւ հասարակությանը ծախել իբրև խաղաղության կամ սահմանազատման, չգիտեմ ինչ, ես կարծում եմ ոչ եւ ամեն ինչ պետք է անենք բացատրել։ Ազատ ընդդիմությունը ստեղ պատասխանողի դերում է։ Ես հասկանում եմ, որ իշխանությունն է օրակարգ ձևավորում, որովհետև իշխանությունը որոշումներ կայացնելու բանով օժտված, այսպես լիազորությամբ օժտված։ Բայց դրա հետ միասին, երբ որ դու սկսում ես պատասխանողի դերում, այն գնահատականները, որոնք դուք տվել եք վերջին 5 տարիներին, որ Նիկոլ Փաշինյանը էսա, այնա հանձնել է մյուսն արել, դա ամասիայից մինչև մեղրի բոլորը արդեն գիտեն, ձեր գնահատականները։ Եթե բոլորը իմանային, չէ, այդ վիճակի չէին։ Հարցը հետեւյալումն է, այդ մտավախությունը, թե ինչա լինի, լավ հավաքվեցիք Նիկոլ Փաշինյանին հեռացրիք։ Այն որ թե ով է լինելու դա մշտական հարց է, բայց դες հիմա չեմ կարծում մենք այդ մեջ պետք է։ Այսինքն ինչ պետք է անենք Նիկոլ Փաշինյանին տուն ճանապարհելուց հետո, որ չսկսվի Ադրբեջանը եւ Թուրքիան չօգտվեն Հայաստանում ընթացող գործընթացներից եւ չլինի ճակերտավոր Արցախ երկու կամ Ղարաբաղ երկու օպերացիա։ Ռուսները երաշխավորված են, իրի գնալով հնարավորություն կա ստեղծված իրավիճակից դուրս գալու։ Մեր պարագայում փաստորեն այն ուժերին, ով մեղադրում են պատերազմի, ռևանշիզմի, պատերազմ բերելու մեջ կամ ասում են պատերազմական ուժեր, այդ ուժերի կառավարման տարիները եղել են Հայաստանի խաղաղության, կայունության, բանակի հզորացման տարիներ։ Իր բոլոր թերություններով հանդերձ իմիջիայլոց որ առիթ լինի այդ 30 տարիների մասին էլ կարող ենք խոսել։ Կյանքը ցույց է տվել, որ այս մարդով հնարավոր չի փոփոխությունը բերելու կայունության։ Ինչ պետք է անել քայլերի հերթականությամբ, իմիջիայլոց մեր ժողովի հայտարարության մեջ էլ դա շատ հստակ կար։ Շատ ուղիղ կերպով պետք է վերականգնել Ռուսաստանի հետ մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։ Իրանի հետ պետք է գնալ ռազմավարական նոր որակի հարաբերությունների կառուցման։ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը դեպի արևմուտք չի, դեպի Թուրքիա եւ Ադրբեջանը։ Արևմուտքի հետ պետք է վարել պարզ, հստակ քաղաքականություն, բացատրելով, այսինքն մեկը մյուսի հաշվին չլինելով, այլ փոխ լրացնելով, այս կամի քաղաքականությունը պետք է փոխվի եւ դրա հնարավորությունը ամբողջությամբ կա։ Չգնալ զիջումների, որը հնարավոր չի վերականգնել։ Տեսեք, պատերազմից անցել է 4 տարի։ Այս մարդիկ արդյոք կարողացել են բանակը բարեփոխել, վերականգնել, սպառազինություն ձեռք բերել եւ մեր պաշտպանությունը կազմակերպել։ Չեն կարողացել եւ մնալու դեպքում ավելի ենք թուլանալու։ Սրա մասին է խոսքը, որ հնարավոր է այս իրավիճակից դուրս գալ։ Այս Նիկոլ Փաշինյանն է մեր ժողովրդին անընդհատ Ալիևով վախեցնում։ Ինքը ասել է ով պետքա բռնի Ալիևի ձեռքը։ Ով բռնում էր նախորդ 20-30 տարիներին, ով Ալիևին եւ Ալիևի հորը հայ-ռուսական համագործակցություն։ Հիմա էլ այդ հայ-ռուսական հարաբերությունները Այկան բանակի ոնաշարը ջարդված չէր, հայոց զինվորները կանգնած էին, հայ զինվորները կանգնած էին Արաքսի ափին, Իրանի սահմանին, Արցախի ուղությամբ եւ այլն։ Հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի պատճառը Նիկոլ Փաշինյանն է։ Իր վարած արտաքին քաղաքականությամբ եւ Հայաստանը դարձրել է աշխարհակաղակական կենտրոնների բախման կիզակետ։ Այդ հարաբերությունները կարող են վերականգնվել, եթե Հայաստանը ունենա նորմալ իշխանություն։ Եվ այն տպավորությունը, որ հաջորդ իշխանության նպատակն է Հայաստանը դարձնել միութենական միության անդամ, Ռուսաստանի չգիտեմ ինչ, ոչ, Նիկոլ Փաշինյանն է այս ճանապարհով Հայաստանի ինքնիշխանությունը վերջնականապես ոչնչացնելու։ Նորմալ կայուն ռազմավարական հարաբերություններ հաստատելու եւ վերականգնելու ամբողջական հնարավորությունները կան։ Այստեղ պետք է
Հայաստանի շահերը սպասարկող իշխանություն, ով տարածաշրջանի ուժերի հետ կկարողանա կառուցել ճիշտ ռազմավարական նորմալ հարաբերություն։ Ես ճիշտ եմ հասկանում, Իսկ ինչ վերաբերում է ներողություն, Պարագայում պիտի ունենա Ռուսաստանի աջակցություն իշխանության գալու հարցում, դա ձեզ հարցնելու են ու հարցնում են ու մեղադրում են։ Հայաստանի իշխանությունը, ընդդիմությունը պետք է ունենա իր ժողովրդի աջակցությունը իշխանության գալու համար։ Ես ասել եմ եւ շարունակում եմ պնդել, եթե Հայաստանի իշխանությունները ձևավորան որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից, դա չի բխելու Հայաստանի շահերից։ Պարոն Եթե Հայաստանի 4 տարի իշխանությունը փորձել եք, 21 թվականից մինչև հիմա փորձել եք, 3 գոնե շարժում այս պահին ձևակերպված է, որ հաջողության չի հասել այն ժամկետներում, որի մասին խոսում եմ, հայրենիքի փրկություն, դիմադրություն, սրբազան պայքարը, ինչի պիտի հիմա տեղի ունենա, եթե Արցախի ընկնելուց 120,000 մարդ դուրս գալուց հետո դա տեղի չունեցավ, նոյեմբերի 9-ից հետո տեղի չունեցավ եւ այլն, ինչի հիմա պետք է տեղի ունենա։ Շարժումից հետո արդյոք օգտվելով դրան էլ անդրադառնան, որ հիմա կան ուժեր, որ փորձում են ամեն ինչ արձժզրկել, ոչնչացնել, նաեւ են եւ ազնիվ մարդկանց մղումները եւ այն մարդիկ, ովքեր պատասխանատվության տակ են մտել, փորձել են ստեղծված իրավիճակից ելքել գտնել, ամեն ինչ որ փորձում են զրոյացնել, յուրաքանչյուր շարժում ըստ էության նախորդի շարունակություններ եւ ավելի մեծ քանակությամբ մարդիկ է դուրս բերել։ Այդ շարժման մասնակիցները եւ այլ նաեւ շատ հարցերում վնասվել են, բայց արդյունքում այսօրվա իշխանության ռեյտինգը այդ ամեն ինչը պայմանավորված է նաեւ այդ պայքարով, որոնք ամեն անգամ ցնցել են Նիկոլի իշխանությունը։ Եթե արդյունք չի տվել, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ եթե անենք, այդ արդյունքը ռեյտինգը ընկնում է, ինդիմության ռեյտինգն էլ դրա հետ միասին եւ հավասար։ Ձեր շարժումների արդյունքում 60-70% չկողմնորոշված մասսա կա ուղղակի Հայաստանում։ Ես հենց այդ էի ասում, որ այդ շարժումների արդյունքում մենք էլ ենք նաեւ վնասվել, որտեղ մի հատ հսկայական տեղեկատվական ահաբեկչական համակարգ է մեր դեմ աշխատել, բայց եթե այդ շարժումները չլինեին, այսօր այս երկրում լիներ տոտալ դիկտատուրա։ Հիմա եթե դրանք չեն ստացվել, մենք շատ ենք խոսել այդ մասին, պետք է այնպես անենք, որ հաջորդները ստացվի։ Դա չի նշանակում, եթե 1, 2, 3 անգամ չի ստացվել, հաջորդները Երբ ենք փողոցում տեսնելու ընդդիմությանը։ Երկու կարևոր խնդիր կա, որ պետք է լուծենք։ Մենք փողոցում պետք է ունենանք կազմակերպված մոբիլ զանգված, որը կարա երկրում ստեղծել երկիշխանություն։ Այդ կազմակերպված մարդկանց թիվը պետք է լինի այն քանակությամբ, որին ոստիկանական եւ այլ ուժերը չկարողանան հակազդել եւ երկրում իրոք կարողանան, բայց դրա վերջ չի ստացվում։ Հիմա բոլոր այն ուժերը, ովքեր խոսում են, մեծ հայտարարություն են անում սոցիալական ցանցերում գրառումներ, փորձում են վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր ինչի հիմա ինչ-որ մի բան արել են, պետք է կենտրոնանան այդ խնդրի վրա։ Ցանկացած հայտ ներկայացնող կամ ցանկություն ունեցող ուժ պետք է կարողանա այդ մոբիլ զանգվածը կազմակերպելու մեջ իր ուրույն եւ կարևոր բաժինը ունենալ։ Մեզ անհրաժեշտ է, մենք թիվը գիտենք եւ այդ մասին առնվազն մեր ներքին քննարկումներում խոսում ենք։ Մեզ էլ ասեք։ Ասեմ ձեզ, մեզ պետք է 8-10,000 կազմակերպված մարդ։ Դա այն թիվն է, որով այս իշխանությունները ծնկի են գալու։ Դա այն թիվը, եթե մենք կարողացանք առավոտ ժամը 8-ին 60-70,000 հանրահավաքներ տեղ ունեցան Երևանում։ 60-70,000, ես ասում եմ մոբիլ կազմակերպված, 60-70,000 հոգանոց հանրահավաքից մենք չենք կարողացել առավոտյան 1500 հոգուց ավել մարդի չստացնել։ Պետք է առավոտյան չսպասել։ Այս ուրիշ թեմա է, հասկանում եմ ինչ եք ասում, բայց կարողանում եմ բացատրել կազմակերպված մոբիլ զանգված ցանցային պայքար եւ հրապարակի մեր այն քաղաքացիները աջակցությունը, որ կան, եկել են եւ պետք է ավելի մեծ քանակությամբ գալ։ Առանց այդ մոբիլ զանգվածի մենք չենք կարողանում լուծել մեր գլխավոր խնդիրը։ Եթե այս պայքարը ներսի շարունակի ընդդիմության տարբեր թևերի միջև, այդ 8000 հոգին դուք չեք կարողանալու հավաքել, որտեղ եթե մեկ արեցություն չմասած, 8000 հոգին չի լինելու։ Դա նորմալ բան կա։ Հիմա ես տեսնում եմ մարդիկ անհատները, բանս մեծ խոսում են, պայքարի կոչեր են անում, այս կոմենտում, բայց միաժամանակ ամեն ինչ անում են այս դաշտը պառակտելու, ջլատելու ու միմյանց իրար դեմ հանելու համար։ Օրինակ տեսեք Բաքրատ Սրբազանը, երբ որ սկսեց այս շարժումը, չեկավ ասելու ինձնից առաջ ով ինչ արելա սխալ ա եղել, նախկիններին կպնի, մյուսին կպնի, այն մյուսին կպնի, եկավ ասեց ես այս process-ի դեմ գնում եմ ու սկսեց քայլեր ու գործողություններ եւ ստեղծվեց մի իրավիճակ, որ ըստ էության ընդդիմադիր դաշտը գրեթե ամբողջությամբ համախմբվեց այդ նպատակի օրակարգի շուրջ։ Բայց արդյունք չեղավ, ախր այդ ամեն ինչը շատ լավ է, երբ որ արդյունք չի լինում, դա բերում հավասարացնում է պրոբլեմին։ Ես հասկանում եմ, բայց հիմա մի բան պատկերացրեք, եթե
շատ վատ է որ արդյունք չի եղել։ Դրա մասին խոսել ենք թերությունների, բացթողումների, սխալների, եթե մեկը գա կանգնի ասի ամեն ինչ ճիշտ են կարա իդեալական ա եղել, այդ նույնը վերաբերում է նաև մեր նախորդ 30 տարիներին։ Մեկ ասում են դե ամեն ինչ իդեալական ա եղել։ Դες չի, եթե ամեն ինչ իդեալական լներ, մեր կողքին Նիկոլ չէր աճի ու այս իրավիճակի չէինք հասնի։ Հիմա նույնն էլ մեզ է վերաբերվում։ Եթե ամեն ինչ իդեալական արած լինեինք, այս օրին չէինք լինի։ Հարց ուրիշ բանի մեջ է։ Դուք որպես ընդդիմություն, հիմա կոնկրետ Իշխան Սաղաթելյան անձը, մյուսները, հա, կազմակերպություններ եւ այլն փորձել եք, քանի անգամ փորձել եք։ Այդ փորձելու արդյունքում կա հետեւյալ գնահատականը, որ ժողովրդի մեջի այդ բանը, էներգետիկան քայլելով եւ մնացած բանելով փոշիացվել է։ Հիմա դրա համար ասում են ախպեր, եթե եք դուրս գալու, ուրեմն բերեք օրակարգ հստակ ու ասեք, բան, չգիտեմ, քայլերի հաջորդականություն, բան, որ էլի չնի նույն ֆիզկուտը։ Երկու բան։ Նախ այդ մեծ բլեֆ է, որ ժողովրդի մեջ էներգիան դուր։ Մեկ տպավորություն են փորձում ստեղծել, որ ժողովուրդը հրապարակում հավաքվել էր, մենք էլ գնացինք բարձրախոսով վերցրինք, ասենք մենք ձեր առաջնորդն ենք։ Դիմադրության շարժման ժամանակ երկրում բացարձակ process չի եղել։ Զերոյից այդ ամեն ինչը կազմակերպվել է, մարդկանց դուրս է բերվել փողոց։ Վանեցյան Արտուրը գնաց օպերատի սկսեց էլի։ Վանեցյան Արտուրը գնաց, մինչև այդ խոսել էր այդ մասին, ծրագրավորվել էր, հանրապետական կուսակցությունը առանձին ակցիաներ սկսեց։ Մեր դաշինքը արդեն հայտարարել էր։ Մի խոսքով այդ բավականին համագործակցաբար, միասնաբար մշակված ծրագիր է եղել, բայց մթնոլորտ չի եղել, մթնոլորտը ստեղծում է, ինչի տաուշի անցած տարի էս օրերին, երբ որ խոսում էր տարածքներ հանձնելու մասին, երկրում մթնոլորտ կար։ Պրոցեսը ուզում եմ ասեմ, կար տրիգեր։ Ուզում եմ ասել, որ այն ուժերը, այսինքն մի հատ նշաձողի իջեցնելուց հետո մենք երկրում սկսել ենք լայնածավալ մի հատ շարժում։ Այդ մթնոլորտը ձևավորում են քաղաքական ուժերը, դրա համար պատասխանատվություն կրում են իրենք եւ ամեն անգամ երբ որ ասում են հաջորդ անգամ մարդուշի գալի փողոց, իրականում ավելի մեծ քանակությամբ մարդա դուրս գալիս։ Արդյունք պետք է այնպես անենք, որ ունենանք, որտեղ արդյունք չունենանք։ Ես վատ սցենար եմ նկարագրում, կներեք, էլի փողոց եք հարցից պատասխանեմ նոր, կներես, վերջի հարց։ Երբ եք դուրս գալու փողոց։ Հիմա ես եմ այդ հարցը տալու։ Այսօր բավականին ուժեր շատ կոնկրետ ահազանգեր են հնչեցնում, կոչեր, ժամկետներ են ասում։ Ես եմ հարցնում, ախպեր, երբ եք դուրս գալի փողոց։ Պրոբլեմ կա, լուրջ խնդիրներ կա։ Դուրս գալու եք, թե էլի բլեֆ եք անելու, դուրս գալու իմիտացիա եք ստեղծել։ Հիմա պետք է իրար վրա գցեք, երբ ով եկա դուրս գալու։ Հիմա շարունակում եմ հաջորդը։ Մենք դու պատասխանի, դուք եթե հիմա այդ եմ ասում, եթե վաղը մենք հայտարարություն անենք։ Վաղը երբ Պայմանական եմ ասում, որ իշնում ենք, ես ենք անում, ենք անում։ Այս ուժերը առաջինը մեզ են խփել, ոնց որ նախորդ ժամանակ։ Այդ որ ուժեր են, իմ մոտ տպավորություն չէ բանը, կոնկրետ որ ուժերն են։ Ես օրինակ հիշում եմ, դիմա եթե հիմա խոսքը երկրորդ, երրորդ նախագահների պայքարի մասին։ Ինչի քեզ այդ անունները անհայտ են։ Ինձ անհայտ չեն, բայց եթե երկրորդ եւ երրորդ նախագահների այդ բանի մեջ է, ես երբեք չի եղել բյուրոյից է շարժում, որտեղ հանրապետականին չեմ տեսել։ Ես չեմ կարծում, այո, հանրապետականը բոլոր շարժումներին մասնակցել է եւ ամենաակտիվ ուժերից մեկն է եղել ու դա որևէ մեկը չի կարող հերկել կամ այլ բան ասել։ Նույնն էլ երկրորդ։ Չէ, որ ասում ես ուժերը, նույնն էլ երկրորդ նախագահի աջակիցները։ Երկրորդ նախագահի աջակիցներն են սկսել այդ ինչ դուք եք առաջնորդել էլի, ոչ թե Սերժ Սարգսյանը։ Հա, ուզում եմ ասեմ, այսինքն, գիտեք, բարդ ճշմարտություններ կա։ Եղել են ուժեր, որ 5 տարի պայքարել են։ Հիմա իրար հետ հարցադրումներ ունեն, չգիտեմ, մեղադրանքներ եւ այլ, բայց դա չի նշանակում այն ինչ որ միասին անցել ենք, էլի, եթե մենք միասին կռիվ ենք տվել այդ խրամատներում բան ենք անցկացրել։ Հիմա տարբեր Գյումրիի ընտրությունները կարա տրիգեր լինի։ Շատ կարևոր է Գյումրիի ընտրություններում ԿՊ-ի պարտությունը։ Դա շատ էական։ Այս բան ճարտարապետությունը տեսնում ես եղած իրավիճակի մեջ։ Ամբողջական տեսնում եմ, ակնհայտ է, որ Գյումրիում ԿՊ-ն վերարտադրվելու շատ քիչ հնարավորություն ունի եւ այստեղ շատ կարևոր դերակատարում ունեն իրենց ընդդիմադիր համարող եւ իրական ընդդիմադիր ուժերը, ովքեր մասնակցում են։ Այնտեղ երկու ուժ կա, որ իրար կամ երկու անհատ կա, իրար ատում է, էլի։ Դա շատ վատ է, ես պարզ ասեմ, ես պարզ ասեմ, բոլոր մասնակցող ուժերի գրեթե հիմնական ուժերի հետ մենք խոսել ենք, մեր մոտեցումը հետեւյալն է, որ առաջինը շատ հստակ հայտարարել։ Մենք ասելով դաշնակցություն, մենք հա դաշնակցություն։ Եվ դաշնակցությունները էլի երկուսի դաշնակցությունն էլ այդ տեսակետին մենք այստեղ որևէ տարաձայնություն չունենք, որ առաջինը ընդդիմադիր ուժերը հայտարարեն, որ որևէ կերպ
չեն համագործակցելու ԿՓ-ի հետ, կարծես թե այդ գրեթե բոլորը արդեն ասել են։ Երկրորդը, որը շատ կարևոր է, կհամագործակցեն միմյանց հետ։ Հա, դա ակտիվն է խնդիրը։ Երրորդը այս ընթացքում գլխավոր թիրախը ԿՊՆ-ն է եւ ընդդիմադիրները թող պայքարեն իրենց ձայների համար առանց մեկի մյուսին վարկաբեկելու կամ մեկի մյուսին հաշվին ձայն հավաքելու։ Եթե այս համաձայնությունը ձևավորենք եւ ստեղ բավականին օտենք այդ համաձայնությանը, ԿՊՆ-ն հելնի օդ իջնի ցած, որևէ շանս չունի եւ այո, Գյումրին կարող է Այսինքն համաձայնություն, որ որից է պարագան ԿՊ-ի հետ ոչ մի համագործակցություն չի լինի։ Այո, ու բոլոր ուժերը Իսկ լավ, պայմանական ուրիշ Միջայլոց մեր Գյումրու կոմիտեն շատ ուղիղ այդ մասին հայտարարություն արել է։ Ներողություն եմ խնդրում, պայմանական ուրիշ հարցնամ, կարող ԿՊ-ի չհամագործակցեն, բայց մեկը մյուսին ձայն չտա, դա էլ կարող ԿՊ-ին հնարավորություն տա քաղաքապետ դառնալու։ Դա ըստ էության անկախ իրենցից օգնում են ԿՊ-ին։ Այսինքն այդ բանում մեջ ենթադրաբար դա է պետք է լինի։ Անկեղծ խոսանք, էլի հայտնի է որ մասնակցող Դե Վարդան Ղուկասյան Մարտուն շատերը նաև անձնական եւ այլ հարցեր ունեն, բայց հաշվի առնելով այս հարցի քաղաքական նշանակությունը, այդ անձնական բաները պետք է մի կողմ դրվի։ Իդեպ շուտով խորհրդարանում դուք տեսնելու եք գլխավոր դատախազին, որովհետև քիչ առաջ եկավ հայտարարություն, որ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելու հարցով մտնելու է դատախազությունը խորհրդարան տրիգերը։ Պարոն Սարոթելյան։ Լավ, Լեննականում ինքը ուրիշ ճանապարհ չունի։ Ինքը իշխանությանը մնալու միակ ճանապարհը այս ճանապարհն է, որ փորձի պաշտպանեք ձեր նախին կուսակից ընկեր Հովիկ Աղազարյանին։ Հովիկ Աղազարյանին պաշտպանելը մենք բոլոր հալածվածներին ենք փորձում պաշտպանել, բայց ինչ եմ մտածում Հովիկ Աղազարյանի մասին, ակնհայտ է ինչ եմ մտածում էլի։ Լավ, Գյումրիում այսպես բանից առաջ գնալով տեղի ունեցավ ինչ-որ մի process, ոչմ ԿՊ-ն չդառավ քաղաքապետ։ Հետո ինչ-որ բան պետք է լինի, չէ՞, դրա արդյունքում կամ դրա հետևանքով։ Ինչի պիտի Գյումրիի ընտրությունները համապետական էֆեկտ ունենան, հա։ Դե, ես մի կողմից չեմ ուզում դա շատ մեծացնել Գյումրի բանը, որովհետև իրականում այո, ոնց չի որ Գյումրիով մեր բոլոր հարցերը լուծվում են կամ, բայց իրականում կարևոր ինքը միջանկյալ դետալ է ֆիքսելու ԿՊ-ի պարտությունը։ Արդյոք մասնակցող ուժերը, որը գաղտնիք չի, նաև հավակնություններ ունեն հայտարարություններ process սկսելու, կսկսեն, կխոսենք, կարծում եմ հնարավորություն կա դրա վրա ինչ-որ մի բան անել։ Վերջին թեման, որ կուզենայի խոսենք, ռազմագերիներն են, որովհետև այնտեղ իրադարձությունները բավական բան են, դրամատիկ են ընթանում։ Տես հիմա երբ որ խոսում ես, որ այնուամենայնիվ փողոց դուրս գալի եւ այլն, ինչ որ էմոցիոնալ բաներ կա, չէ՞ որ պետք է մարդկանց վրա ազդի։ Ես նայեմ տեսնում Ռուբեն Վարդանյան, իհարկե բոլորի մասին է խոսքը, բայց ինչի ենք Ռուբենին շեշտում, հաշվառելով որ հացադուլային վիճակի մեջ է 20 քանիորդ օրը հյուծված եւ այլն։ Ասեք մի 5000 հոգու ես երկրում առնվազն գոնե լավություն առած կլինի, էլի, չէ՞, տենց ընդհանուր վերցնում ես, բայց ի պաշտպանություն կամ ի աջակցություն իրան որ հավաք է տեղանում 50 հոգի մարդ չի հավաքում կամ 100 հոգի մարդ չի հավաքում։ Այս համատարած անտարբերության մեջ ասենք ո՞րն է ձեր հաշվարկը, որ ասենք, չգիտեմ, Փաշինյանը եվրոդիտորդների մասով բան ստորագրի, ասենք այս ժողովուրդը պիտի ելնի ասի, վայ ես ինչ արեցիր։ Տեսեք, այն սկզբին անդրադառնալով, երբ որ դեսպոտանոտ տների արչև Եվ ոչ միայն դեսպոտանոտ, ԱԳՆ-ով ցույց էին կանում, դաշնակցություններ կազմակերպել մի քանի ամիս առաջ։ Հա, առաջինը։ Ես այդ հարցադրումը ինքս ինձ մեջ տալիս է, էլի Բակո Սահակյանի ձեռքից քանի հոգի է հաց կերել, հենց նույն Արցախի, նույնիսկ Արայիկի։ Քանիսն իրան շնորհիվ այսօր Երևանում ոնց է զգում, ես լավ բան չի, բայց միևնույն է հարցը անձնական կամ բան չի, էլի կուսակցական բանի հարց չի։ Խնդիրը այո, այս թեման, որը փորձում է Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ փակել ու երկրորդ պլան մղել, պետք է դառնա մեր հիմնական օրակարգերից մեկը։ Դաշնակցությունը իր աշխարհասփյուր կառույցով հենց այս օրերին էլ հաջորդ շաբաթ գիտեք Եվրոպա պարլամենտում նոր բանաձև է քննարկվելու Շվեյցարիայի բանաձևը, այսինքն ամբողջ ծավալով այս ուղղությամբ արտաքին աշխարհում աշխատանք իրականացնում են, բայց կարևոր է նաև Հայաստանում այս տրամադրությունը պետությունը պետք է ճնշել ու ես կարծում եմ առաջիկայում մենք հենց այդ օրակարգով բացառապես ռազմագերիների
հարցով կառավարությանը ճնշելու, սա գլխավոր օրակարգ դարձնելու, ինչպես նաև աշխարհին ցույց տալու, որ Հայաստանում են, որ ասում են պահանջ չկա, այդ մարդկանց մոռացել են, նաև դա հակառակ ապացուցելու համար ես կարծում եմ առաջիկա օրերին պետք է մի հատ մեծ հանրահավաք տեղի ունենա եւ կա որոշում թե սա այս բանի մտածած կա քննարկում, դա մեր առաջարկությունն է, չնայած ինչ որ կուսակցության անունով չի արվելու, բայց մենք ստանձնում ենք այդ պատասխանատվությունը բոլորի հետ խոսելու համընդհանուր այս օրակարգով այս թեմայով առաջիկայում շատ մեծ հանրահավաքի օրակարգը Նիկոլ Փաշինյանից ինչ-որ բան պահանջելն է լինելու, թե չէ, ռազմագերիների հարցով մեր պահանջները ներկայացնելն է ու նաև մի հարց էլ տամ ու սահմանափակվենք, էլի ես տրամաբանությունը չեմ կարողանում հասկանամ։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանությունը ռազմագերիների հարցում ոչինչ չանելու մեջ, չէ՞։ Այս մի հատվածն է։ Երկրորդ հատվածը մենք Բաքվից ստանում ենք նկարներ, որոնք չեն կարող նորմալ մտածող մարդու էմոցիայի վրա չազդել, ու քանի որ Ադրբեջանին չեն կարողանում այսպես ոչ մի բան պարտադրենք, մեր բացական էներգետիկան, այսինքն անեցներն ու վատ բաները մտքում եւ բացայտ ասում ենք օրվա իշխանություններին, որի հետևանքով օրվա իշխանությունների ռեյտինգը, որոնք առանձնապես մի բարձր բանի վիճակի ընկնում են։ Օրվա իշխանության քյարը որն է, որ ներողությունս Երհին Երևանյան բառի համար, որ ոչինչ չի անում։ Ադրբեջանի պահանջները բավարարել է։ Այս մարդիկ Նիկոլ Փաշինյան առանց Ալիևին հարցնել թե չի խմի իրիկում։ Շատ հետևողականորեն, շատ վախվորած իր բոլոր հայտարարությունները ինչի են այդ դժգոհությունը գնում դեպի Հայաստանի այսպես կոչված այս վարչախմբին, որովհետև մարդիկ տեսնում են ՄԱԿ-ի ամբիոնից գերիների մասին չի խոսում։ Որովհետև տեսնում են, որ ամեն ինչ զիջում է, տեսնում են, որ ամբողջ ականապատված Արցախի տարածքում քարտեզները զիջեց Ադրբեջանին ու շարունակ զիջում է, այդ խնդիրը փորձում է ամեն կերպ փակել, մարդիկ տեսնում են ու շատ բնական է, որ այս զայրույթը գնում է դեպի իրանց, բայց այս հարցով պետք է իրենց ավելի ցավացնել, որ հասկանան դա իրենց պարտավորությունն է։ COP29-ի ժամանակ ինչ տեղի ունեցավ։ Մենք ամբողջ աշխարհում կարողացանք մթնոլորտ ստեղծել, բավականին մեծ ճնշումներ էր տեղի ունենում Ադրբեջանի վրա, բայց հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները ադրբեջանական կողմի հետ էին աշխատում եւ նրանց պահանջները շարունակում բավարարել, արդյունք չունեցանք, բայց դա շատ լուրջ տրիգեր էր, դա շատ լուրջ առիթ ու հնարավորություն էր այս խնդիրը լուծելու, եթե Հայաստանում ունենայինք հայկական շահերով առաջնորդող իշխանություն։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար իմ հյուրն էր Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ խորհրդարանի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։